Քաղաքապետի խորհրդական Արեանին հանձնարարական համար 115, սահմանել հսկողություն կենսապահովման ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների կողմից Երևան քաղաքում իրականացվող ներդրումային ծրագրերի նկատմամբ և զեկուցել։ Պարոն քաղաքապետ, բոլոր մատակարար կազմակերպությունները Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի պահանջներին համաձայն տարեսկզբին ձեր քննարկմանը և հաստատմանն են ներկայացրել 2024 թվականի հաշվետվությունները և 2025 թվականին մայրաքաղաքի վարչական տարածքում իրականացվելիք աշխատանքների ծրագրերը։ Ըստ այդմ էլ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կողմից ներկայացվել է ներդրումային ծրագիր, առաջինը փոքր կենտրոնի ինքնաբավ համակարգի ստեղծման ծրագիր, որը այլևս կբացառի հոսանքի էլեկտրամատակարարման անջատումները մայրաքաղաքի փոքր կենտրոնում և մնացած այլ հատվածներում ներդրումային ծրագիր։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղադրել 123 կիլոմետր մալող, որը խրամուղու փորման երկարությունը կազմել է 83.5 կիլոմետր։ Այն ընդգրկում է մայրաքաղաքի 111 փողոցներ։ Ձեր կողմից հավանության արժանացած և հաստատված ծրագիրն այս ամիսների ընթացքում ունի հետևյալ պատկերը. 22 հասցեների համար դիմել են քաղաքապետարան, պատրաստի նախագծանախաշվային փաստաթղթերի հիման վրա ստացել են շինթույլտվություն և այժմ իրականացում է 22 փողոցներում, որից 8-ը բաժին են գնում կենտրոն վարչական շրջանին, մնացած այլ վարչական շրջաններում 8.5 կիլոմետր ծավալի աշխատանքներ։ Մնացած աշխատանքները պլանավորել են ավարտել աշնանը, եռամսյա կտրվածքով տրված է նրանց ծրագիրը, պարոն քաղաքապետ, և աշխատանքները մեկնարկում են ըստ սահմանված ժամանակացույցի։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը ևս ներկայացրել է 25 թվականի ներդրումային ծրագիրը։ Այս ծրագիրը շարունակությունն է 24 թվականին ավարտված 40 կիլոմետրանոց ծրագրի, որը ավարտվեց հիմնականում Արևելյան թևը քաղաքի և հյուսիսային գոտին։ Այս ծրագրով նախատեսվում է 25 կիլոմետր նոր գազատար ծանցի կառուցում, կրկնում եմ նոր, որպես կապիտալ նոր արժեք մայրաքաղաքի գազամատակարարման ցանցում։ Այն ընդգրկում է Բագրևանդ, Թևոսյան, Հովսեփյան, նոր կառուցված Հովսեփյան Սարալանջ ճանապարհները, Շոպրոնի ճանապարհահատվածը, այնուհետև Էրեբունի վարչական շրջանում Խաչիկ Դաշտենց, Գուրգեն Մահարի, Վարդաշեն 9-րդ փողոց և Գերեզմանոցին հարող գրոնտային ճանապարհը և Նուբարաշենի խճուղին։ 25 կիլոմետրից այս պահի դրությամբ աշխատանքները մեկնարկած են Բագրևանդ փողոցը ամբողջությամբ դեպի Պաշտպանության նախարարություն, 7 օրից կավարտի աշխատանքը 1750 գծամետր և Դավիթ Բեկ Հովսեփյան հատվածը 1055 գծամետր, որը ուղղվում է արդեն Հովսեփյանից դեպի ներքև։ Միաժամանակ այս ծրագրի շրջանակներում քննարկվում է Շենգավիթ վարչական շրջանի Խարբերդ թաղամասի նախագծանախաշվային փաստաթղթերի ամբողջ ծավալը, իրականացում է նախահաշվի և փաստաթղթերի լրամշակում, մրցույթը իհարկե ամբողջ ավարտված է, Խարբերդը իր ներքին ցանցով կազմում է 50 կիլոմետր, վստահ ենք, որ այս տարի ևս կմեկնարկեն Խարբերդում այս ծրագրերը։ Պարոն քաղաքապետ, այս ծրագիրը նախատեսված է ավարտել 2026 թվականին, բայց տնօրինության հետ քննարկման արդյունքում պարզեցինք, որ 25 թվականին այս ծավալի շուրջ 60%-ը մենք կունենանք ավարտ մայրաքաղաքում։ Ըստ էության այն 40 կիլոմետրը, որ իրականացվեց նախորդ տարի, այս 25 կիլոմետրը ևս ներառյալ Խարբերդը, ըստ էության այն տագնապները, անհանգստությունները, որ կար մարդկանց նորակառուցության գազապահովման հարցում, ըստ էության այդ բոլոր ռիսկերը վերանում են և մայրաքաղաքը ապահովված կլինի գազի համապատասխան ծավալով, հաշվի առնելով կառուցապատման պոտենցիալ հաշվարկային ամբողջ ծավալը։ Միևնույն ժամանակ պիտի նշեմ, պարոն քաղաքապետ, առաջին անգամ մայրաքաղաքում կառուցվելու է նոր գազաբաշխիչ կայան Երևանի համար։ Մայրաքաղաքի 4 գազաբաշխիչ կայանները տեղադրված էին 3-ը մայրաքաղաքից դուրս, միայն մեկն էր
մեր վարչական տարածքում։ Այս ծրագրի շրջանակներում նոր գազաբաշխիչ կայան կկառուցվի մայրաքաղաքի համար, ինչը լուրջ լրացուցիչ ենթակառուցվածք է։ Ջրամատակարարման հարցում, պարոն քաղաքապետ, այս տարի շատ մեծ են ծավալները։ Այն նախագծերը, որ պատվիրվել էր Վիոլա ջուրընկերության կողմից, այժմ պատվիրատուի գործառույթը տեղափոխվել է ջրային կոմիտե եւ ըստ այդմ նախատեսվում է 72 կիլոմետր երկարությամբ 8500 բաժանորդի համար նոր ջրագծերի եւ ջրաչափական հանգույցների կառուցման ծրագիրը։ Այն ընդգրկում է Նուբարաշենից 1-ից 4-րդ փողոցները, 12 փողոց Աչափնյան վարչական շրջանում, 10 փողոց Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում եւ 5 փողոց Կենտրոն վարչական շրջանում։ Փողոցների ցանկը մեզ մոտ հայտնի է, վարչական շրջանի ղեկավարներին տրամադրել եմ։ Պարոն քաղաքապետ, ընտրված է մասնավոր սեկտորը։ Եվ կարծում եմ ընտրությունը ձեր համաձայնությամբ ճիշտ է արված, որտեղ ամենամեծ ջրակորուստը մասնավոր սեկտորում է, ցանցը քայքայված է այստեղ եւ ապօրինի ջրամիացումների մեծ ծավալը հենց մասնավոր սեկտորում է։ Այս ծրագրով, որը նախատեսվում է ավարտել 25-26 թվականներին, ըստ էության կբարելավի ջրամատակարարման որակը, տեխնիկական հագեցվածությունը, հուսալիությունը, ապահովությունը եւ ջրաչափական հանգույցներն ու հորերը կտեղադրվեն բնակարաններից դուրս, կհատվեն ապօրինի ջրամիացումները եւ սա լուրջ ազդեցություն կունենա ջրի ֆիզիկական կորստի ծավալների վերացման համար։ Նախագծանախաշվային փաստաթղթերը արդեն պատրաստ են, պարոն քաղաքապետ, մայիսի 16-ից արդեն կդիմեն քաղաքապետարան շինթույլտվություն ստանալու համար եւ կմեկնարկեն աշխատանքները։ Շարունակվում են աշխատանքները Վիոլա ջուր ընկերության կողմից նախորդ տարի մեկնարկած ծրագրերի շրջանակներում, նոր Քմարաշը ավարտել են, Սարիթաղում քիչ գործ է մնացել եւ Արաբկիր վարչական շրջան։ Մեկ ամսից Վիոլա ջուրը կավարտի անցած տարվա իր կողմից մեկնարկած ներդրումային ծրագիրը։ Միևնույն ժամանակ շարունակվում են տարածքային կառավարման եւ Ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ծրագիրը, հաղթանակ թաղամասը կավարտի հուլիսի 25-ի դրությամբ ամբողջությամբ, Սիլիկյան թաղամասը ավարտվել է արդեն ամբողջությամբ, Խարբեր թաղամասում ավարտվել են աշխատանքները, 250 բաժանորդ դեռևս չի միացել նոր կառուցված ջրագծին, այստեղ խնդիր ունենք մենք եւ պարոն Մկրտչյանը միասին, տեղում պիտի զրույց ունենանք բնակիչների հետ այս նոր միացումն ապահովելու համար։ Պարոն քաղաքապետ, այս բոլոր ծրագրերը միասին կազմում են շուրջ 170 փողոց եւ 180 կիլոմետր բնեղեն ծավալ։ Սրան ես պետք է ավելացնեմ ակնկալվող նոր ծավալը Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն գոյղագծերի կառուցման 1.4 միլիարդ դրամի շրջանակներում արդեն մենք ներկայացրել ենք 22 փողոցների նախագիծ նախաշվային փաստաթղթերը, եւս 23-ը պատվիրված են, պատվիրման ընթացքում են, ֆինանսավորման մեխանիզմի հետ կապված Տիկին Ավետիսյանի հետ քննարկումն ունեցել ենք ջրային կոմիտեի եւ տարածքային նախարարության հետ, հավանաբար մենք վաղը եզրահանգման կգանք ֆինանսավորման մեխանիզմի իրագործման հետ, կմեկնարկի նաեւ այս ծրագիրը հավելյալ թվածս բնեղեն ցուցանիշների վրա 170 փողոց եւ 180 կիլոմետր։ Պատրաստ են արդեն ձեր հանձնարարությամբ 51 հասցեներում հեղատար համակարգի կառուցման, վերակառուցման նախագծանախաշվային փաստաթղթեր արդեն բոլորը գտնվում են փորձաքննության փուլում։ Պարոն քաղաքապետ, համեմատությամբ պիտի նշեմ, եթե 20-22 թվականներին մայրաքաղաքում ընդհանրապես կառուցվել էր կենսապահովման ոլորտում հատկապես գոյուղագծերի 13 կիլոմետր գոյուղագիծ վերակառուցվել։ Միայն 24 թվականին այդ ծավալը կազմել է 15 կիլոմետր։ 20-ից 24 թվականներին 43 կիլոմետր, որից 23-24 թվականներին 30 կիլոմետր։ Համաքաղաքային մայրաքաղաքի բյուջեից տրամադրված միջոցները ուղղակի աննախադեպ են եղել, այն կազմել է 2.8 միլիարդ դրամ։ Երբևէ այսպիսի ներդրում համայնքի բյուջեն չի ունեցել
քաղաքի բնակիչների կենսապահովման, հատկապես ջրամատակարարման, ջրահեռացման ցանցի վրա։ Ակնհայտ են ցուցանիշները, պարոն քաղաքապետ, որ ծավալները մեծ են, այն իրագործվելու է գոյություն ունեցող քաղաքաշինական միջավայրում, բավականին սերմ ժամկետներում, եւ բնակիչներ, եւ քաղաքապետարանի կառույցներ, եւ ներդրողներ, մատակարարներ, ընկերություններ ունենք լրջագույն անելիքներ։ Այսպիսի ծավալ բնեղեն առումով մենք չենք ունեցել երբևէ, սա ասում եմ վստահաբար, եւ այսպիսի կարճ ժամկետում նման ծրագրային ծավալների ներառումը եւս իր մեջ պարունակում է լուրջ վարչական վերահսկողական աշխատանք, այս ուղղությամբ խնդրում եմ ձեզ ձեր հանձնարարականները բոլոր ուղղություններով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Արեյան։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։